Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարի ձեզ, պարոն Շիրինյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Պարոն Շիրինյան, քննարկենք Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում, բացի հանդիպումից նաև զրույցը, որը տեղի ունեցավ բաց տեքստով, եւ ընդհանրապես չեմ ուզում անդրադառնալ կետերին, ընթացիկ։ Ընդհանրապես, սա սովորական հանդիպում էր, թե ազդեցության գոտիների վերաձևման բանակցություններ ավելի շատ։ Սովորական հանդիպում, այն երկխոսությունը, որ առաջացավ, եթե դա ենք դիտում, իհարկե սովորական չէր։ Այս սովորական կլներ, եթե ինչպես որ բակոները բանի կամքով Բաքու գնացին, ինչ-որ ցարնուզում է, դել անեին, բաց չէ որ, սա ավելի շուտ ես կարող եմ ասել այսպեսին, դա մենամարդ էր Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերի պաշտպանության առումով և լավագույնս էր, արժանապատիվ հայ մարդ, նույնիսկ եթե չվերցնենք վարշապետ, որը ասեց, որ մենք ազգային պետական շահեր ունենք, մենք ձեզնից արժանապատիվ ենք, որտեղ ժողովրդավարական ենք, իսկ ժողովրդավարություն նկատի ունեցեք հայության մեջ այն գլխից կա քրիստոնեություն, դրանից հետո նաև էլի, այն չի որ հիմա է որտեղ գրված, եւ մենք այդ արժե համակարգը քո շպիոնների ճանապարհի համար չենք բացելու, եւ այստեղ վարչապետը օժանդակության կարիք ունի, այո։ Ուղղակի Պուտինը մնում էր ինչ անել, իր լրտեսների ցանկը բացել, ցանկը բացեց, ցանցը, այսինքն սա այնքան է խելագարվել այս մարդը, որ իր Դոնբասը թողած, Ուկրաինան թողած, որտեղ խրվել է եւ չի կարողանում շարժվել եւ այստեղ է Ռուսաստանի պետության գործանում է տարածներում է լինում, սա նորից իր հին սովորությունով հայության հանդեպ են վերխը, որ կա այն գլխից, որ դրել են իրենք և դրել են Ղարաբաղյան կլանի վզին, նրա միջոցով Ղարաբաղյան կլանի, փորձեց շարունակել, բայց այդքանը կարելի ասել, թե չէ հազար բան կարելի է մեկնաբանել ասել, բայց դա մենամարդ էր Հայաստանի ազգային պետական շահերի պաշտպանության առումով և նորմալ է, որտեղ մենք այսպես կրկնեմ, հայության համար եմ ասում, հատկապես այն հատվածի, որ ազգային ինքնության ուծածում ունի, ռուսականացած է եւ այլն։ Մենք ունեցել ենք շատ մտավորական մարդիկ եւ դրանցից մեկը Վահան Նավասարդյանն է, չասեմ ինչ, նա գործել է 1920 թվական եւ այլն այդ տարիներին, փայլուն աշխատանք ունի նեղուցները, Վահանն առաջարկում եմ ամեն մի չինովնիկ կարդա արտգործնախարարությունը եւ պաշտպանության նախարարությունը հատկապես հասկանան ինչ է Ռուսաստանը, նեղուցները աշխատանքը 47 թվին հրադակը, նա մի ինչ-որ խլյակի հետ, էլի ողորմելի արմյաշկի հետ երևի բանավեճ է ունեցել, տեքստը չի գրած, դե կարևոր չի, ասել է լսի այ հայվան կներեք, ասել է ռուսը խոշոր է, մենք մեծ ենք, մեծը մենք ենք, հասկանում ես ասում են, եւ նորմալ է, չէ, ինք խոշոր է ասում է, Εμείς հիմա դրսևորվեց նորմալ, բայց հետաքրքիրն է, որ սա որպես պրոֆեսիոնալ չեկիստ, որը իր երկիրն ավերեց, իր երկիրը չհասկանալու, համաշխարհային իրադրությունը չհասկանալու համար, որտեղ նաև փուռը տվեց Արցախ Ադրբեջանին, ինքն է արել, այդ բոլոր ինքն է։ Հիմա էլ ասում են, ասում են Արցախ անունը չտան, հա, որովհետև ռուսները եթե հետաքրնեն Պուտինին դատելու են։ Որ ուրեմն այդ Ղարաբաղը, որ Ալիևին տվեց իր ստացած այդ ինչ էր։ Պեսկովն ասում է, որ Պեսկովը ասել է, Պեսկովի վերանն է, չէ։ Եմ ինչ եմ ուզում ասել, եւ ստիպված ագենտուրային բացահայտեց Հայաստանում, ոչ մի նախագահ նման բան չի անում։ Կարող ես ասես մարդիկ համագրում են չեն եւ այլն, բայց ռուսական սեգմենտն ասեց իմ ագենտուրան է, հրամանն էլ տվեց, գյադեք, աչ գյադեք ցախ, էս մեկ, բայց մի ուրիշ բան արեց, որը հայկական միջավայրին պիտի բան անի, ոնց ասեմ, ուղղորդի, ըստ էության ստավկեն դրված է Սամվելի վրա, Քոչարյան Ռոբերտ Հեչբան է, Կրեմլը Հեչբան է դիտում, Քոչարյան Ռոբերտ չկա, դե բանդում նստած է նա է, չէ, նա չի նստած։ Ուրեմն ես հիշում եք, ասում էի, որ չէ, նրանք միշտ իրենց ագենտուրան, հայ ագենտուրային պատժում են
գցում են տեր չեն լի, այդ չի նշանակում Սամվելը այստեղ հաջողություն է, բացառված է, բայց նաև գցեց մեջտեղ քննարկմանյութ եւ այլն, բայց հիմա մենք ինչ հետևություն դե անենք, մենք պիտի ամեն ինչի պատրաստ լինենք, ամեն ինչի հիբրիդային են ասում, հոգեբանական են ասում, ինչ պատերազմ ասեք, պիտի պատրաստ լինենք եւ մենք պետք է հայ արմյաշքին չեզոքացնենք երկրի սահմաններից դուրս եւ սահմանների ներս եւ այս իմաստով Հայաստանի ճանապարհը դեպի առաջագործություն բաց է Հայաստանը շարժվում է, այնքան ճարչ ունի, որ անհետետ բաներ է խնդրում։ Սա նշանակում է Հայաստանը իսկապես։ Ասում են Հայաստանի համար պայքար էր։ Այո, Հայաստանի դեմ է պայքար, Հայաստանի համար չի պայքար, Ռուսը Հայաստանի համար չի կարող պայքարել, Հայաստանի դեմ է պայքարում, կոնկրետ։ Դա պատերազմ է Հայաստանի պետականության դեմ, ինչի մասին երևի ամեն շաբաթ ես զգուշացնում եմ, պետականության դեմ է, հայ ինքնության դեմ է, մասնեության հայությանը մեղում է դավաճանության, ինչպես որ մեղեցին Արցախի կլանին, հասկանում եք ոնց է, այսինքն ափաշկարա բարդադրում են դավաճանել, որովհետև այս ռուսական սեգմենտ հիմա պիտի դավաճանի Հայաստանի Հանրապետության պետական շահերին, եւ նաեւ բացահայտեց, որ երթվում էին, որ ռուսների հետ կապ չունեն, բան եւ այլն։ Բարձ է, հիմա բարձվեց, որ ցարն անգամ տեղյակ է, այսինքն իր գիտությամբ հրամանով է լինում եւ այլն։ Հիմա ասեմ ֆավորիտների մասին։ Այս շրջանում Քոչարյան Ռոբերտ այլևս ոչինչ է ռուսների համար։ Վերջ։ Ֆավորիտը Սամվել Կարապետյանն է, բայց դա չի նշանակում մի շաբաթ հետո չի փոխվելու։ Հիշում եք, որ ասում է, այ մենակ Կոբիրգինը գիտի թե իրենք ում շուրջը պետք է համախմբեն եւ այս կամազուրկ եւ թալանչիները կողոպտիչները ռուսական սեգմենտ կոչվածը պիտի անենան ինչ որ ուրեմն Կոբիրգինը կասի Կոբիրգինը բարձ է Մոսկվայի կամքն է նշանակում է որ իմ ասածը ճիշտ է իրար ատենել գիտեք չէ նախագահների համար ես չգիտեմ որ իրենք ինձ հետաքրքիր չեն ասում են երկու նախագահ կա այն մեկը սպասարկում է Կոբիրգինին եւ նրա շահերը առաջինը մնացածները իրար հետ շատ վատ են հարաբերությամբ բայց այստեղ շատ դա քիչ է Մոսկվան գուզիկը միացնի գուզի կհեռացնի բայց ընտրությունների հետ կապված այդ ձեր ասած վատ հարաբերություններ ունեցողները արտակուստ ասում են որ նրանք հաղթեն ավելի լավ կլինի հա ինքը չէ փաստորեն Հայաստանի վարչապետերի չէ խնդրում այսինքն սա էլ զավեշտ է ինչ կլինի արի վարչապետի դաթորը տուրի մարդկանց իմիլար տեսներ ինչվերներին Կագեբեի գործակալներին դուր է տեր ասում ինչ նշանակում նրանք մասնակցեն, ուր մասնակցեն, ինչու մասնակցեն։ Հակառակը ես երեք ալավերդուց եմ դալիս լորուս։ Գիտեք որ ամեն կիրակի շատ ընդգրկուն օծնեցուն հյուրեի գնացել, այո, որպես մեր շքե կաթողիկոսներից շքեղագույնը եւ այսպես տարածաշրջանում մարդիկ նորից հարցը տալիս են, ինչու չի ձերբակալում, սիրում են, հարգում են, հետն են Խոսքը վարչապետի հետ, ինչու չի ձերբակալում Քոչարյան Ռոբերտին եւ Սամվելին Հայաստանը չի արտաքսում, ինչու։ Չգիտեմ։ Ես ցարն ելել է, ուրեմն այնքան է մանրացել, որ ասում ես իմ խանութ բանը թող աշխատի էլի։ Պարոն տեսեք մենք խոսում ենք ինչու եւ օրինակ հիմա Դավիթ Մինասյանի դեպքի հետ կապված 18-ամյա երիտասարդի հետ կապված իշխանական կողմը անդադ հիշեցնում է զուգարաններում մարծեցելու Քոչարյանի ժամանակները Այս մասին արդեն այնքան են խոսում եւ չկա դրա ոչ մի իրավական գնահատական որ ամեն ինչ որտեղ ընկնում է չէ արդեն Ուրեմն տեսեք ինչ կա ես Եթե եղել Ոչ նրան եմ ճանաչում, ոչ նրանց հետաքրքիր է հարցը հայության, այսինքն ինչ են քննարկում պետական պահպանության ուրեմն օրգանները, գլխով պատասխանատու են պետության առաջին դեմքի պաշտպանության հարցով։ Այսինքն ինչ քննարկելու բան կա, քաշքշել է միամիտ ոչ միամիտ, իրենք ուղեղի մեջ են եղել, ով որ է Ազապիս հիշեցնում են, որ նախկինների ժամանակ այդպես են հարցերը լուծում, ժամանակ այդանդակ վիճակ էր, զուգարանում մարդ էիք սպանում, այստեղ առանձնապես բան չեն արել, ասեմ ձեզ, եկեղեցում բան չի եղել, պարզապես այդ երիտասարդին չեզոքացրել են պահի տակ երևում է, շկամ որ երևում է,
հետո էլ դատարան եւ այլն, այսինքն օրինականության ճանապարհ, ոչ թե սպանության, այդ իմաստով համեմատելու բան չկա, բայց այստեղ դա չի հարցը։ Այնպեսի քննարկում է գնում, կարծես թե վարչապետին չի է քայլում, որ իրեն քաշքշում են։ Այլ երկրներում, օրինակ եմ վերում, կոնկրետ եմ ասում, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Իսրայել, դե Իսրայելը շատ գիտեն կամ հետայացում են, տեղում կարող են գնդագարել եւ վերջ, ոչ բան չի լինելու։ Իհարկե ես դա չեմ ուզում բնական է։ Եվ վերջ քննարկում չի կարող լինել։ Ես հարցս ձեզ տվեցի, ասում եք Ալավերդիում, ասում են ինչու այդ մարդը ճաղերի յետևում չէ։ Ասածս հետեւյալն է։ Այդ մարդու գործողությունների մասին էլ են շատ խոսում։ Եվ արդեն Քոչարյանի թեկուզ դե հա, եթե դրանից է զայրանում են։ Զայրանում իհարկե ես իմ պատասխանը տալիս եմ, այդ չի որ ես ասեցի հարցը։ Պարզ չի որ եթե Պուտինը այս ժամանակներում իր պետության ողբերգությունը թողած, գիտեք չէ, տասնյակ հազարավոր զոհեր ունեն, արդյունաբերություն աղետալի քայքայման ընթացքի մեջ է։ Հիշեք բանը, այս տարի չէ 4 տարին անցել է, չէ, ագրեսիայի 4 տարին անցել է, ամեն օր այստեղ հայկական հայերեն լեզվով հաղորդագրությունները, ռուսական, շպիոնական այդ կայքեջերով բանով տարածվում է, որ ռուսներն էս են գրավել, մի սանտիմետր շարժվել են, հետո շատ լավ գիտեք, որ եթե 4 տարվա մեջ մի սանտիմետր առաջ շարժվեին, ռուսները պիտի հիմա լևովում լինեին, բայց հիմա ցեխի մեջ խրվել են, դոփում են եւ դրա հեռանկարը պետության քայքայումն է։ Հիմա այս պայմաններում այս մարդը իր բանու գործը թողած է, որ սավեր է խաղացնում։ Դրա համար էլ ես գիտեմ իշխանության տեսակետը, դրամաբանությունը նաև հասկանում եմ։ Այս անցողիկ է Ռուսաստանի հզորությունը եւ անցնում է դա։ Հիմա հայերին առաջարկում եմ դրա համար հոգեկան հիվանդ չդառնա, Ռուսաստան ձեր ոչինչ չի, դա ձեր դահիճն է։ Բայց մենք 2 միլիոն հայ ունենք, այնտեղ որտեղ հիշեցնում են մեզ դրա հայերին ինչ անենք։ Հիմա եթե լինելու է Եգիպտոսում մի խնդրեմ, այնտեղ էլ 4 միլիոն ունենք։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը պետք է ինչ է, աջուրտի առարկա է, ինչ է։ Չեմ ասում, ձևերն ասել եմ։ Հիմա այն մեկը թողենք, այս պայմանները այս մարդը այնքան իրականությունից կտրված, այնքան է հայության հանդեպ ատելությամբ լցված, Պուտինի մասին է խոսքը, հիշեք, որ 8 հոգուն իր կամքով է հանձնել Բաքու, և Արցախը վերցվել է իր հրամանով, և այստեղ որը բան չկա, հիմա ես այնքան է ատու, որ այդ բան ու գործը թողած զբաղված է, որ Սամվելի հարցերով, ինչ ես նստեցրել, լավ է արել, պետք է լավ նստեն, ով որ Կովկասից այս կողմ կանցնի Հայաստանում հայության դեմ խժդժճան համար պետք է անօթաչու սարքերով դրած խփել, հայ կամ ոչ, այսինքն Հայաստանի Հանրապետություն պետություն դառնալու է, թե ինչ եք կարծում։ Հանդիպման ընթացքի մասին ենք մենք խոսում, օրինակ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանը ըմբռնում ցուցաբերեց այդ հանդիպումից հետո ասեց մեր մոտ օրենք կա, ձեր մոտ չկա, մեր ժողովրդավարությունը ձեր մոտ չէ, այդ որն է ըմբռնում է, իրենք են ըմբռնումով վերաբերվում, ճակերտավոր, բայց դա բան չի նշանակում, ես կարծում եմ, որ բաց տեքստով եմ, Հայաստանում բոլոր Հայաստանի Հանրապետությունում եղած ռուսական, քիչ շատ ինչ-որ արժեք ներկայացնող ուրեմն օբյեկտներ եւ այլն պիտի վերահսկողության տակ լինեն Հայաստանի անվտանգության ուժերի կողմից, բոլոր առաջին ուրեմն օդանավակայաններ եւ անպայման։ Ընդ որում ասեմ, որ ադրբեջանական կողմն էլ է իր վերաբերմունքը ցույց տվել Նիկոլ Փաշինյանի այդ հանդիպման համար եւ ասում է, որ Փաշինյանը եթե հաղթի, Ռուսաստանը դուրս կմղվի այս տարածաշրջանից։ Իրենք արդեն դուրս դեմոկրատիայի դասեր տվեց Պուտինին, մի այսպես ոգևորվել են, հիշեցնում են ռուսական ռազմավարների ներկայությունը։ Տարնակ Հայաստանի Հանրապետության եւ հաջորդի շահերը Այս պարագայում նեղ իմաստով Ադրբեջանի շահերի հետ համընկնում են։ Ասում են, եթե մենք առաջ հայերին ենք համարում թշնամի, համընկնում են, որտեղ մանավանդ այդ Բորենին ամեն ինչ ստացել է Ղարաբաղյան կլանի տգիտության, տհասության եւ ռուսականացած լինելու առիթով։ Բորենին ամեն ինչ ստացել, առավել քան Ալիևի մասին է, բայց հիմա այս պայմաններում բարձր որ նրա համար շատ կարեւոր է որ Ռուսաստան եւ Հայաստանի հետ ունենա նորմալ հարաբերություններ, շատ կարեւոր է եւ նորմալանում է դա։ Երկրորդ մասը կա։ Ինձ թվում է դա որպես բնածին չեկիստի ուրեմն ծնունդ Ալիևի մասին է խոսքը, դա երևում է լավ բնազդ ունի ինչ-որ բաներով։
Նա հասկանում է, որ եթե Հայաստան, Ամերիկա այս համաձայնությունը տեխնոլոգիաների բանի հարցով իրականանա եւ իրականանալու է, իսկ Թրամփի ուղին լինելու է, Հայաստանը տարածաշրջանում լինելու է Թայվան։ Ինքը հիմիկվանից դիրքորոշում է այդ իմաստով օգուտ ունենալու համար։ Եվ բարձ է, որ Հայաստանի Հանրապետության հանդեպ պիտի ռևերանսներ անի։ Թրամփի ուղու հետ կապված հիշեցնում են նաև Թուրքմենչայի պայմանագիրի Դա բան տարածաշրջանից չեն Այնքան բանգավոր մենք հիշեցնենք, ես բան եմ ուզում, ես ուրեմն հիշեցնեմ, իմ պապը զոհվել է Կերչում ռուսների համար կռվելով, 300,000 զոհ են տվել իր այդ չեղած երկրի համար, ինչքան մարշալներ բաներ հետ ուզեք, Այվազովսկի եւ այլն, հանեք, Լորիս Մելիկով հետ ուզեք ռուսներից, Ռուսաստան չի մնա, հայությունը եթե ուզենա, ուզի հետ ինչ-որ տվել է դրանց, ստացել է դրա փոխարեն ռուս-թուրքական գործարք եւ երկրի ավերում, եւ հայության տեղահանում տեղափոխում ռուսական կայսրություն եւ այլն, Ռուսաստան չի մնա, այնպես որ շատ, ինչ ասեմ, ոգեղեն կանգնեք եւ վերջացավ, սա արչագործության Հայաստանն է եւ ոչ մեկ իրավունք չունի սրա դեմ խաղանելու, առաջին հերթին ռուսների մասին է խոսքը, փոխեք երկրում ռուսական անուններ, ռուսաց լեզու, փոխեք, դառեք ազգային պետություն։ Այս հանդիպումը եւս մեկ անգամ ինչ ապացուցեց եւ ինչ ցույց տվեց Պաշտոնյանին մեր պետության շահերը պաշտպանելու համար։ Ես դրա համար էլ վարչապետի քաղաքականությունը։ Ընդդիմադիրներն ասում են հակառակը լարվածությունը ավելի ընդդիմադիրները գնացին, երեք մեկն ասեց դուրները շատ է եկել, ասում է հիմա այդ ես եմ միակ ասել, իրենք ովքեր դուրները չի կարես կարող են սիպտիրկար տեղափոխվել եւ վերջ։ Իսկ տնտեսական սպառնալիքները, որի մասին խոսում են, օդային կապերի հնարավոր սահմանափակումներ, այս կապեր ունենք, այ ես որ ասեցի պատրաստվել, դե այսպիսի բան նկատում եմ, հիմա բաներ կան, որ քննարկելու չի այս ձևաչափով կամ այստեղ, բայց բան կա, բոլոր հակամիջոցները ձեռք առնել Ռուսաստանին այստեղից դուրս մղելու համար, եթե Ալեն Սիմոնյանը լավ ասեց, եթե ասեց անեն, մենք էլ հապկից դուրս կգանք։ Շանտաժ, էներգետիկ շանտաժ է։ Էներգետիկ եւ այլն, բոլոր բան անել եւ իրենք կթռնեն, այն խեցու նման շշի բերանից կթռնեն ստեղից, նաեւ Հայաստանին պարտքերը վերադարձնելով, մարդկային կորուստները, ցեղասպանություն եւ այլն, այդ բոլոր ռուսները մատնել եւ վերջինը Արցախի ցեղասպանություն, որ իրենք կազմակերպեցին Ալիևի հետ։ Իսկ Ղարաբաղի թեման ինչու հիշեց պարոն Շիրինյանը։ Չի ուզում է սրբագրվել, արյուն է թափվում ձեռներից։ Ընդ որում Ադրբեջանը արձագանքեց։ Նկարներ կային, հիմա չեմ նշում, կան, իբր թե Հիտլերի ձեռներից բանից արյուն է կաթում, ռուսները իրենք սուրբ էին, այդ նկարը։ Հիմա իր ձեռներից արյուն է կաթում, Արցախի արյունը, ամբողջ աշխարհով ուրեմն կոնցեպցիա են կառուցել մեր միջոցով նաև դարերի համար, որ ռուսը Արցախի փրկարարն է, ռուսը Արցախը չրտոցով սեմուշկու նման չրտեց կները Կարդաչյան համար տվեց Թուրքին, գործարքի գնաց իհարկե այնտեղ նավթի բանի տեղափոխման Ալիևի հետ։ Հիմա արյուն է կաթում եւ այդ արյունը իրեն շատ է նեղում։ Այսինքն ոնց է մոռանանք իրենք են արել, վաղը մյուս օրը կգա մի հզոր Հայաստան, պարտքերը գուզի, վերադարձրու, այդ խատկանքները վաղուց հայության են գիտակցող հատվածը, գոնե մի քանի տարի է, պատերազմից հետո ուրեմն ինքը գիտի ով է Ռուսաստանը եւ ինչ է ուզում Ռուսաստանն իրենից, արյան հավելուկ է ուզում, տարածք է ուզում, ամեն ինչ ուզում է եւ ուզում է Հայաստանի պետականության վերացում, որը ամրապնդվում է եւ նման բաներ են։ Եվ այսինքն Նիկոլ Փաշինյանն ինչ հետևություններ արեց այս այցից եւ իր այդ արդյունքները։ Կարելի է այդպես առանց բանի եմ ասում, կարելի է մամլու ծառայություն դիմել, բայց իմ կարծիք ես դրա համար ես իրա փոխարեն չէ որ գա։ Ձեր կարծիք։ Ես կարծում եմ որ ինքը ճիշտ ասած կես տարուց մի տարի նկատում եմ որ այն գլխամասը Հայաստանի Հանրապետության իշխանության էլ լավ չգիտեմ, իհարկե գիտեմ որոշ բաներ, ուրեմն լավագույնս բալանսի քաղաքականության հաշվարկ է կարողանում անել եւ քայլ անում է այն օրը, երբ որ դա Հայաստանի Հանրապետության շահավետ է, ինչ արեց, վստահաբար
վճռականությամբ լցվեց, որ մենք ճիշտ ենք, Հայաստանի Հանրապետությունը ավելի ժողովրդավար պիտի դառնա, իսկ ամսի 7-ին ռուսական սեգմենտը վերջնական սովետաշենի աղբանոց պիտի շպրտել սովետաշեն անունն էլ հետը եւ վերջ։ Դրանից հետո ռուսներին պիտի առաջարկել եկեք նորմալ փոխհարաբերություն վերականգնենք, եթե ի վիճակի եք։ Իհարկե, այստեղ մի բան է, եթե Ռուսաստան մնա, այս հայվերլուծաբանները այս Ռուսաստանը բաց խաղ է, սա բաց խաղ է արդեն։ Բաց Եվ ընտրությունների մեկնարկի մասին հայտարարված խաղ։ Ասում է թող իմ շպիոնները մտնեն խորհրդարան, լրտեսները, կոծերը, ստրուկները, խոլոպները պիտի մտնեն խորհրդարան։ Դե առաջ առանց Սերժին ու բանին ասում էին, հիշում եք, անընդհատ լինում էր ինչ-որ ֆոկուսային այս սնկի նման սարքված կուսակցություններ։ Մեկ էլ պլս տնգնում էին խորհրդարան, մենք էլ զարմանում ենք, ինչ կատարվեց։ Հիմա այդ շանսերը չունի, հիմա խնդրում է, բայց մեր օրենսդրությունը դեմ է, եւ մենք դաշնակիցներ ունենք, մենք եւ մեր ժողովուրդը ես ինչ ասել, ես մեր ժողովրդով հիանում եմ, իր բոլոր տերություններով հանդերձ։ Շատ կայուն բան, երեք նույնիսկ կարող եմ ասել Ալավերդի մշակույթի դանդիմաց թոշակառուների հետ հրաշալի զրույց կար պետության, շահերի եւ այլնի Պուտինների, ռուսների մասին։ Եվ ընդ որում հիմա ընդդիմությունը բաց տեքստով ասում է, որ թոշակառուները Նիկոլ Փաշինյանին ձայն են տալու։ Այո, դառնում են, ես էլ վստահ եմ։ Ուրեմն ռևանշիստերին ասեմ, որ մասամբ եք ճիշտ, կեսը մի մասը տալու են ձայն քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությանը, մի մասն էլ ԿՊ-ին։ Դե ձեր ձայներն էլ ասում են դուք էլ կտաք։ Ես չեմ տա, ես խորհրդարան կմտնեմ, իհարկե, եթե խորհրդարան մտնանք, բարձր որ Փաշինյանի վարչապետություն պիտի պաշտպանենք, կասկած կա։ Ձայների հետ ես ուզում եմ քրիստոնյա ժողովրդավարական ֆրակցիա լինի խորհրդարանում, ձայն բարձր որ կտամ իրեն։ Ձայների հետ կապված Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց ընտրողների ձայները չեն կորչելու, միանալու են ընդդիմադիր ուժերին, եւ ընթացքում կերևա թե կոնկրետ որ ուժերին։ Բայց շատերից ավելի ուզում են, որ Հայաստան դաշիկը հեշտությամբ հաղթահարի շեմը, բոլորիս օգուտն է։ Ուրեմն տեսեք, իրենց մաֆիայի օգուտն է, հայ ժողովրդի օգուտը չի, ինքը չգիտի ես կրկնեմ, Կոպիրկինը ինչ կհրամայ էլ կանեն, Կոպիրկինը Լևոն Տեր-Պետրոսյանին կանչի իր մոտ, հրամ ցուցակ կտա, ասի սրա համար է քվարկելու։ Սրանք չգիտեն, այդ բոլոր բլեֆ է, երկրորդ բացին ձայն ունեն, որ այդ ձայները պետք է տան։ Այդ Թոմյանի իմ նման այդպես կնան, հիմա մի հատ Ալավերդի վաղը կնան, մշակույթի դիմաց ժողովրդի հետ խոսել են։ Իրենց չտանեն իրենց տենչիկներ են, սուտ մութ հերոստալարագրող չգիտեն։ Թողել են գնա խոսել, գնան։ Բացի ձայների մասին խոսելուց Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ կապիտոլյանտը պատրաստվում է սահմանադրությունը Ալիևի հագով կոստյում կարել։ Օրը ցերեկով որ նահարում է սահմանադրությունը, սեփական աթոռը պահելու դիմաց անամոթաբար վաճառում է ազգային արժեքները եւ ոչ մի պատասխանատվություն չի կրում։ Այս մարդու ազգային արժեքը ո՞րն է, ասեք, այն կանսերվի բաներն են, չէ՞։ Արցախում որ կային երկրորդ ազգային արժեքներն էր, որ Քոչարյանի ժամանակ Նախիջևանի խաչքարերը Արաքսը լցրեցին, իսկ իրենք օջախում նստած գարի խորոված էին ուտում, խաշլամա բան, ուրիշ ինչ ազգային, այդ ազգային արժեքները հայկական են, հայեր ուզում են այդ արժեքները։ Նրանք Հայաստանը չեն թողնի, որ դառնա ոչ հաճախորդ պետություն, ոչ մակաբույծ պետություն եւ ոչ էլ էթնոգրաֆիկ թանգարան։ Բայց իրեն մերժել պրծել են, մերժվածները, այսինքն հետաքրքիր է, չէ՞, սրանք իրականության հետ կապ ունեն, իրեն են մերժել, ինձ են մերժել։ Վարդանիկին հիշում եք, Սերժին մերժին, ինչ էր մերժին, մի խոսքով էլի, այդ Վարդանիկը չէր Վարդան անցարաբարագում գոռում։ Այսինքն, այս մարդիկ ինչ կան ձայն ունեն, որ այդ էլ մի հատ պետք է ասեք, ձայն ունեք, որ ամեն դեպքում կհետևենք զարգացումներին, հետևենք, հա բանը, հա ժողովուրդը պետք է այս անգամ իր որդեգրած տեսակետը զարգացնի, պնդանա, հետևյալով, այո, անշուշտ ամսի 7-ին պետք է փակի Սերժական էջը հավերժ, ասեցի Պուտինը ինձ թվաց Քոչարյանի էջը փակեց։ Հիմա Սամվելից էլ ինչ է լինելու, ոչ բանը չի լինելու։ Ես էլ այս էջը փակի, բայց նաև իշխանություններից եւ բանը նրան մեր տիպի ընդդիմադիր կուսակցություններից պիտի բաշխանջի զարգացման ծրագրեր, պետության արմատական ռեֆորմ տագից վրա,
Այս պիտի կենտրոնան այս հարցերի վրա, որպեսզի այդ բոլորը լինեն, նաև պահանջներ, նաև առաջարկներ, իրենք ինչ են ուզում, այսինքն մենք շարժվում ենք դեպի Հայաստանի վերականգնում, վերազարգացում, որի քրիստոնյա ժողովրդավարության տեսակետով, որի գագաթը առողջագործությունն է, սա աստվածային Հայաստանն է, որտեղ խուժան զանգվածներ էլ գործ չունեն։ Դրսի մանավանդ, դրսի հովանավորության չեն կարող։ Ուժեղ Հայաստանին արդեն սատարելու հայտարարությամբ հանդես եկան քաղաքական 4 ուժեր, գնալով ավելի են ընդլայնվում, գնալով արդեն ավելի են ուժեղանում։ Ես ճիշտ ասած Պուտինին չեմ հասկանում, թե ինչու ագենտուրաների բացեց։ Իսկապես ըստ։ Ինչ կարիք կար։ Ուրեմն եզրակացնում եմ քաղաքական առումով, այդպես եմ մտածում։ Ճար չունի, քան ագենտուրան մինչև վերջի թելը բացահայտի, գույսերով։ Այնպիսի մարդիկ են հայտնվում, որ թվում է արևմտամետ։ Իսկ ինչ կասեք պրոռուսական ուժերի մասին, օրինակ Նարեկ Կարապետյանը ասում է ոչ թե պրոռուսական, այլ հակառուսական գերտերությունները տարածաշրջանում մտահոգություններ ունեն, ոչ թե պրոռուսական գերտերություններ անուններ չի տալիս, բայց ամեն դեպքում նրանց պետք չէ որ այստեղ լինի մի իշխանություն, որը քարոզում է հակաիրանական, հակառուսական այդ Ուրեմն այդ մեկը խառնակցություն է, ստոր Իրանի դեմ Հայաստանում ես ոչ նույնիսկ այս բաների, այս ռևանշիստների մեջ հակաիրանական բան չեմ տեսել, դա ստորագույն զրպարտանք է մեր ժողովրդին, եւ ես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության տեսակետը Թեհրանում արտահայտած պահպանում եմ, այդպիսի ուժեր Հայաստանում չկան, այդ իմաստով իշխանություններ դա չի անում, մեր մասին խոսք չկա, ուրեմն դա ստորագույն բնազդային բան է, էլի, ինչ որ բնազդով ասում են, մտածում են խառնակություն անեն, մնացածը ես հայության համար ուզում եմ ասել, Ռուսաստանն այլևս գերտերություն չէ, կարող եք վերնագիրներ դրեք, էլի, Ռուսաստանն այլևս գերտերություն չէ, գերտերությունը չի կարող ցեխի մեջ շուռումուռ գալ, ուրեմն Ուկրաինայի դաշտերում եւ մի մետր չշարժվել առաջ 4 տարում գերտերությունը դա է, ինչ գերտերություն։ Ուրեմն այդ իրենց համար է գերտերություն, որտեղ իրենք գործուղված են այս գործն անելու Հայաստանում։ Բայց իրենց էլ գիտեք ինչ պետք է ասվի։ Եղբայր մի քիչ պրոգրեսիվ բան ունեցեք, գոնե Զանզիբարի բանի հետ հարաբերվեք, ինչ եք ուզում այդ ռուսներից ու Ռուսաստանից։ Չինաստանի հետ մեկը կար օլիգարխ չէ, ասում էր, ուրեմն պետք է մեկը ուրեմն ոնց էր ասում, մեկի տակ պիտի պարգենք, այն ռուսների տակ լավ էր պարգել ենք, ասեմ ռուսների տակ պարգելու ժամանակը մաֆիան սպառել է, Չինաստանի տակ պարգեք, Հնդկաստանի տակ պարգեք, Պարտադիրի տակ պարգեք, որովհետև մեկ է, այն որ ասում են ձեր վատությունը ձեզ է մնալու, Հայաստանը պետությունն է դառնալու, ինչ երեսով եք դուք ասելու մենք հայ ենք, ինչ երեսով Ամբողջ ընթացքում տեսեք ի տարբերություն ադրբեջանցիների եղաք ռուսական պետության շահերի սպասարկուն։ Իսկ ադրբեջանցիք չեղան, չէ՞, չեղան։ Դրա համար հաղթեցին մեզ։ Դրա համար ռուսները ադրբեջանցիներին հարգում են, հայերին չեն հարգում։ Սրանց ընդհանրապես չեն հարգում։ Բացել են աջուրդ անում, ասում են լրտեսներին իշխանություն տուր։ Դուրս գանք կարճատև գովազդային դադարի պարոն Շիրինյան եւ խոսենք մեկ այլ գերտերության մասին եւ նրա հայտարարությունների մասին Իրանի տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Հարգելի հայրենակիցներ, գովազդ մեր եթերում, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Շիրինյան, մի ակնարկ, քանի որ ես ուզում եմ խոսենք նաև Թրամփի մասին եւ նրա հայտարարությունների մասին, Թրիփը խախտում է հավասարակշռությունը Հարավային Կովկասում, Ռուսաստանի փոխվարչապետը հիշեցում է 1828 թվականի Թուրքմենչիայի պայմանագրի մասին։ Այդ ձևավորված հավասարակշռությունը խախտվում է 1828 թվականից հետո։ Եվ ակնարկում է, որ արտաքին ուժերի ներգրավումը տարածաշրջանում խնդիր է Ռուսաստանի համար։ Իրենք իրենց հաշվում են ներքին ուժ, բայց ասեմ Հայությանը, ովքեր որ հետազոտություն կարող են անել, մի քիչ բարդ է, եւ ովքեր որ այն լրագրող հատվածը, որ մերն է, այն չի որ լրագրող էլ ունենք, ամեն ինչ էլ ունենք, էլ ուրեմն եւ նայեք իմ ասածը ստուգեք։ Ռուսաստանն այլևս գերտերություն չէ։ Իհարկե այս արմյաշկեկի ուղեղին չի հասնում, ավելի շուտ հասնում է, վախենում են խոստովանել, որտեղ իրենք են որ ասում են սխալ ձիու վրա են նստել վաղուց եւ իրենք պատժվելու են։ Ասեմ, պատժվել են ռուսների կողմից։ Այս Բակոյի օրինակը իրենք Բակոյի շատ ոսկի տված չլն են ռուսներից, ոնց ուղարկեց։ Սա միտի սրանց աչքը մտցնել, չնայած իրենք կուրացել են ռուսական, չգիտեմ ինչերով, բայց բոլոր դեպքերում մեր ժողովրդից եղել են, իրենք այդ ասեմ, որ թող վերադառնան։ Հիմա հավասարակշռությունը անշուշտ խախտվել է ռուսների Արցախում հայության դավաճանության արդյունքով, դավաճանության եւ Ադրբեջանը դառավ գերհզոր հարաբերական բառ եմ ասում,
Հասկանում եք, եւ դա ռուսների դավաճանության արդյունքն է հերթական հայության եւ Հայաստանի հանդեպ։ Եթե լիներ, Բայդեն չէին Արցախը 1920 մայիսից սարքել։ Այդ ռուսական սարքած բան էր, որովհետեւ կարողանային այդ երկուսի բալանսը պահել, բայց այս անգամ նավթի բանի պատճառով Տվին Ալիևին վերջացրին նրանք էլ հետ նաեւ Նախիջևան եւ այլն։ Հիմա դրա համար Թրիփով չէ որ խախտվել է հավասարակշռությունը, խախտվել է իրենց դավաճանության հայության հանդեպ եւ Ռուսաստանի թուլացման արդյունքով իրենք են թուլացել եւ այդ թուլանալը անվերադարձ է իրենց համար։ Գոնե մի բան ասել, նայեցեք, դեմոգրաֆիան նայեք, Ռուսաստանում ռուս քանի տոկոս է մնացել, մահմեդականությունը քանի տոկոս է, մի հատ այդ նայեն։ Այս Մոսկվան տարել է մի հատ բան, Մեքքա, այն տոները տեսնում եք ռուս բանի, ադրբեջանական, այսինքն սրանք կներեք, ում են էշի տեղ դնում, իրենք լինելով նմանները։ Հիմա երկրորդ մասը, ուրեմն Թրիփ չի խախտել։ Թրիփը, այո, լրացնում է այլ հավասարակշռություն եւ այդ այլ իմ պատկերացումով, որը կարծում եմ չեմ սխալվում, հիմնական մեխը Հայաստանի վերականգնումն է, որպես հզորություն տեխնոլոգիական եւ այն եւ դա հրաշալի է, դա մեր շահերն են։ Եվ Ադրբեջան չի կարող դա հաշվի չառնել, որովհետեւ դա այս բարակայում իրեն էլ է ձեռնտու։ Հիմա այս մարդը գզրոցից անել է Թուրքմենչայի պայմանագիրը, ես գզրոցից անում եմ ավելի ռեալ բան, որն է դա։ Թուրքմենչայի պայմանագրով Ադրբեջան ժողովուրդ չկա, այդ դեպքում ինչու են ընդունում ադրբեջանցիներ արտահայտությունը, կարող եք բացատրել մի հատ, որը մեկ կարող է, ադրբեջանցի հիմա չկա, քաղաքական միավոր է, թե չէ թուրքեր, թաթարներ, լեզգիներ, թալիշներ, այսօրվա մասին էլ գիտեք, հրաշալի գիտեք, այսինքն Ադրբեջան քաղաքական այդ ազգասացը միավոր է, ընդ որում այս հյուսի ադրբեջանցիները ոչ մի կապ չունեն հարավի ադրբեջանցիների հետ, արտաքին եւ լեզվական նմանությունից դուրս։ Եթե գնում ենք Օվերչուկի ուրեմն չիմացած ոլորները, որտեղ ինքը ինչպես իրենց լեզվով ասած ինքը բուքսավատ է անում։ Ուրեմն Ադրբեջան չպիտի ընդունեն, Հայաստան պիտի ընդունեն, ինչու որտեղ հայերի հետ։ Հիմա ասենք երկրորդը, բա որ այդպես է քրքրում հանում ես, բա հայկական մարզը, այ Օվերչուկ, որտեղ Նախիջևանն է, հա, Երևանի խանությունն է նախկին, բա Նախիջևան շարուրը, այդ մասի մոռացել ես, օրենքով, ցարերի գիտեք, գահի վրա հայկական թագավորության մասին ասում են գրագրություններ կա նաև, բա այդ մասը, հա, հասկանում եք, ես գալիս են բարեր կան, մարդ չի կարող չասել, տկետ դուրս են տալիս ու գնում են, հիմա խոսք ինչի մասին է, ճիշտ կլինի, են Հիտլերը 44 թվից հետո, են որ մահափորձ եղավ իր դեմ, չէ, օրինակ ինչ կան գերմանացիներին ձեռնտուկելներ, որ Հիտլերին հեռացնեին, եւ Գերմանիան այնպես չավերվեր, ինչպես որ եղավ հետո։ Չէ, 44։ Հիմա լավ կլինի ցարին հեռացնեք, դուք էլ հեռանաք, այդ Ռուսաստանից ինչ հնարավոր է փրկեք։ Այդ եթե փրկություն եք ուզում, էլի անկել են ինչ-որ հեքիաթների մեջ Հայաստանի շարժը դեպի ապակա անկասելի է։ Ես չեմ ուզում, այս ծանր օրերի շատ չեմ խոսում ապակայի ուրեմն, ես վստահ եմ, 100% բան է, Հայաստանն իր հզորությունը վերականգնելուց հետո, կամ համընթաց, ինչ-որ լինելու է, վերականգնելու է շատ բաներ նաև մշակութային, քաղաքակրթական եւ տարածական առումով, եւ դա լինելու է անխուսափելիորեն։ Եվ ինչ եմ ուզում ասել է, սրա մասին պետք է մտածել, եկել է ինչ-որ բաներ է խոսում ինքնաթիռով, մենակ սրան ենք պատժում նրանք, դու Աստված ձեզ պատժել բերցել է, մի հատ Ուկրաինայից ոնց եք դուրս գալու, ոնց եք ձեր դեմոգրաֆիայի հարցը լուծելու, ասեմ ձեզ, ես գիտեն իրենք երևի խաբար չի, բայց իմացողները, Ուրալից արևելք, ռուս ազգաբնակչություն չունեն, նոր սերունդ է գալիս, մայրը ռուս, հայրը չինացի, 16-17 տարեկաններ, 12 տարեկաններ, ինքն կարող է կալմիկի և ռուսի ծնունդ է, հետ էլ կա, չէ, գաբարիդները տեսնում եք, ես այդ ծև ռուս չեմ տեսել էլ է,
Հասկանում եք ոնց, այսինքն մտածեք ձեր մասին։ Իրենց հոգսը թողած մեր մասին են, հա, իրենց Թե չէ, այս հայերին կպել են, այս դարերով անընդհատ հերիք է փրկեք մեզ։ Չենք ուզում։ Հիմա խոսենք այլ տեղում աշխատեք փրկվեք ինքներդ, ինչպես մեր ժամանակը մոտենում է ավարտին։ Ուրեմն հայկական, հա, հայկական մարզի վերագանումը ռուսերի օրինական եւ սրբազան պարտականությունն է։ Թուրքմենչայի պայմանագիր բան, դե դեպքում Ադրբեջան ժողովրդի ջնջխեք։ Այդպեսի ժողովուրդ չի եղել։ Եվ փրկության մասին ենք խոսենք նաև Թրամփի վերջին հայտարարության մասին, սպառնացել է 3 շաբթի օրվանից ռմբակոծել Իրանի էլեկտրոկայաններն ու կամուրջները, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը։ Բացեք նեղուցը, թե չէ դժոխքում կլինեք։ Գիտեք ինչ կա, հիմա այս ճիշտ կլինի, որ ես միշտ կողմ եմ եղել Իրան-Ամերիկա հարաբերությունների կարգավորմանը բանակցությունների սեղանի շուրջ, այդ ստրաֆարետ խոսք չեմ ասում, սովորաբար դա տարածված խոսք է, որովհետև այնտեղ կարելի է կոնսենսուս գտնել, զիջումներ լինեն, ասենք, ինչ ասեմ, երևի թե այս արճակատումը գործ կտանի այնտեղ, որտեղ տեսեք վերջին հաշվով, այո, իրենք կռվում են, հասկանալի է, բայց Ամերիկայի դեմ կռվելը, շարունակելը, ինչ Ամերիկայից գալիս են ռմբակոծում գնում են, իրենց ինչ է լինում։ Իսկ արդյունաբերություն, պոտենցիալ եւ այլն, տեսնում ենք ինչի մասին է խոսքը։ Հավանաբար այս բանակցությունների բանի մեջ պիտի մտցնեն նաեւ Իրանի շահի տղային, որպեսզի կոնսենսուս առաջանա։ Իհարկե մեզ համար ցանկալի չի Իրանի ապակայունացում եւ այլն, բայց թե պիտի ամերիկացիները այդ իրենք լեզու գտնեն, եթե չէ դա շարունակվելու է։ Նայեցեք, գիտեք ես ինչ տարբերակ եմ տեսնում, հիշեցնեմ, Միլոշևիչը համառում էր եւ ամերիկացիները այնքան ռմբակոծեցին, մինչեւ բանում այդ Բելգրադում կամուրջ չմնաց, որ մնաց ինֆրաստրուկտուրա, կառուցված չէ, դրա համար ճիշտ կլինի, որ այդ կոնսենսուսին գնան եւ Իրանի ժողովուրդն էլ հավանաբար հանգստեն տունի Թրամփը վստահ է, որ ժողովուրդը կաջակցի, քանի վարչակազմը թույլատնելու համար եւ վախի մեջ են ապրում, այնպես որ վախենում են, որ իրենք Այդ ինչքան լավ է, տեսնում եք նոր բաներ է հայտնվել, վերցնում են ղեկավարին, խփում են, վերջանում է, առաջ մի 10 դիվիզիա էր պետք, որովհետեւ նախագահի տեղը իմանային վարչապետի, հիմա այսպես դրա համար պետք է հարցը փակել եւ այդպես բան անել, որովհետեւ Իրանի ամբողջականությունը մնա, Իրանը թուրքական ազդեցության տակ չընկնի, Իրանը էթնիկական հակամարտությունների միջավայրի չվերածվի, որովհետեւ այդ ադրբեջանցի ասած այդ հեքիաթ է, այդպեսի ադրբեջանցի չկա, այդ որ ասում են ադրբեջանցիներ, բայց այնտեղ բազմաց երել Բելուջիստան, չգիտեմ ինչ, հասկանում եք Իրանը բարդ երկիր է, հնագույն քաղաքակրթություն է, հետո էլ ամերիկացիները ռմբակոծում են, այդ քաղաքակրթությունը իր հետքերով կորչում է, չէ, բաներով, դրա համար կարծում եմ, որ պիտի կարողանան այդ հարցում իրար այդ համաձայնության կան, բայց որ ակնհայտ է, որ Թրամփի վարչակարգը գնալու է մինչև վերջ, դա պարզ է։ Այսինքն մինչև վերջ ուղղակի մենք չգիտենք իրենց նպատակը ինչ է, ռեժիմի փոփոխության հասնելու է, թե չէ։ Դե ասում են մի բան, քաղաքականության մեջ մենակ Հայաստանում են ասում, թող վարչապետն ասի ինչ է անելու այսօր։ Ուրիշտեղ Թալերանից մի բան հիշեցնեմ, եթե վերջանա, այսպես ասեմ, հա, Թալերանն ասում էր, որ դիվանագետին լեզուն տրված է նրա համար, որ ճիշտ չխոսի։ Հայերի համար բանը պաշտոնյաները, որ ճիշտ ասի ինչ անելու եւ այլն, մանավանդ Հայաստանի սեփական ուրիշին չեն կարող ասել, սեփական իշխանությանն են։ Դե կարծես թե Փաշինյանն ասում է ինքը ինչ է անելու, հունիսի 7-ից հետո մնալու է վարչապետ։ Չէ, դա մենք ենք պահելու։ Հայ ժողովուրդը պահելու է։ Վարչապետին պահելու է։ Այդ ասեմ, այդ տգիտությունը, որ տարածում են կապիտուլյան, նախ Հայաստանը ի ցավ Ղարաբաղյան կլանի կապիտուլացիայի պայմանագիր չի ստորագրել, Հայաստանը կապիտուլացիայի չի ենթարկվել, այդ ասեմ, որ հայ դիվանագիտության հաջողությունն է եղել, պատերազմից հետո խուսանավել կապիտուլացիոն պայմանագրի ստորագրումից, այդ ինքը չի մանում այդ ինչ բառը ասում, ուրեմն մեկ, երկրորդը կապիտուլյանտը իրենք են, որ ռուսների առաջ ուրեմն փրվել են եւ ուզում են ռուսական ներկայություն, երբ որ Ռուսաստանն էլ գնում է, գոնե գա,
Աստված չանի, բայց եթե հիմա այս պայմաններում ինչի մասն է խոսքը, մնացածը վարչապետը, իհարկե վարչապետը մնալու է, բայց այստեղ ուրիշ բան կա, դա չի խնդիրը։ Խնդիրն այն է, որ Հայաստան արմատական ռեֆորմների կարիք ունի, արդյունաբերությունից, գյուղատնտեսությունից, ճանապարհաշինությունից, մշակույթի վերականգնումից, այս սա է պետք, իրենք իհարկե դա չեն թողելու, որտեղ եթե դա եղավ, իրենք չեն լինելու։ Հիմա մի տգիտություն էլ է տարածված աշխարհում եկել, ասում են աշխարհում չկա մի երկիր, ոնց որ աշխարհ իրենք ման են եկել, դե Եվրոպայի այն տեղերից բացի ուր եք ման եկել, գիտեն ինչ եղել, որ բարձված երկրի ղեկավարը շարունակի պետություն կառավարել, ուրեմն աշխարհում եք հայտարարում եմ, սա տգիտություն է եւ անգրագիտություն, քաղաքական անգրագիտություն նաեւ կարտալու սովորելու իմաստով։ 1967 թվականին հայտնի է, որ Եգիպտոսը աղետալի պարտություն գրեց Իսրայել-արաբական պատերազմում եւ Իսրայելի բանակը հայտնվեց, թե 73-ին էր Նեղոսի վրա, Գահիրե էին մտնում, վարիանտ չկար, ոնց որ Սև լճից մտնում էին Գահիրե եւ Գամալ Աբդել Նասերը, որ իրենց ազգային հերոսն էր, նաեւ սովետական միջան հերոսները միջայլոց ասեն, որ բանակի նախագահ էր եւ ուներ հեղինակություն, հրաժարական ներկայացրեց, ռևանշիստներ, ուրեմն Եգիպտոսի վերնախավը հրաժարականը մերժեց եւ ուրեմն Գամալ Աբդել Նասերը, որի անունը չեք էլ լսել, որտեղ խաչ չեք կերել հետները, ուրեմն շարունակեց պաշտոնավարել երկրում, ինչու արեցին, գեներալիտետը դեմ էր, որտեղ հասկանում են, որ պետությունը կփլվի եւ իրենց ուժը այդքան կարողացան կռվել, այնպես որ շարունակում են ապրել, վարչապետը մնում է, բայց քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն ասում է խորհրդարան, եւ այս ռեֆորմների ծրագիրը ռեալիզացնում են միասին եւ Ռուսաստանն էլ գնում է հավերժ, կարող եք այն գնացքի հետևից որ կախվում են էլի, վազեք, կախվեք, գնացեք, միշտ ված չեք։ Բայց թող մնան էլի, փողերը մեկը տանել են փչացրել։ Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն այս ժամին։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։